Խնդրեմ ախպերս, աղոթեք իմ համար, ես դրա կարիքը շատ ունեմ։ Տեր իմ հարությունի համար աղոթում եք։ Հարություն ջան, իսկ դու ճանաչում եմ, հա, մի խոսքով մարդը մի ուզում աղոթեք։ Իմի չի բարձրաձայնում, ինչի համար, սակայն Տեր ամենակարող, զորավոր ես, առաջնորդ ես, զոր ես։ Հարցեր ունես, հա, Տեր, հարցեր տանք հարութին և ինչ ունես սպանում ես ասելու հարութին, հարց տանք հարութին, Արո ջան, եկեղեցի գնում ես, հետաքրքիր է, այցելում ես պաշտամունքների, ապետ հիմա կաղոթենք քո համար, Տեր, զոր ես, ողջալ Տեր, զորավոր Տեր, հզոր Տեր, շնորհակալ եմ քեզանից, որ իմ կողքին ես և առաջնորդում ես, զորացնում ես, խնդրում եմ հարութի համար, խնդիրներ ունի հարութը և իր կյանքում եղած ամեն մի դժվարություն, ամեն մի խնդիր, նրա սրտի հետ խոսես, նրան առաջնորդես, նրա վրայից վերցնես ամեն ծանրություն և լուծ ամեն վերցնես նրանից և առաջնորդես քո զորությամբ, քո հոգով, ամենազոր, հզոր իմ Տեր, հզոր իմ Տեր, հզոր իմ Տեր, հզոր Աստված ես, հզոր իմ Տեր ես, դու այցելիր հարութին, հզոր իմ Աստված, այցելիր հարութին և քո շնորհով առաջնորդի նրան, և քո շնորհով առաջնորդի նրան և հարութի ողորմիր, քո զորությամբ, քո առաջնորդությամբ լցրու և ապաշխարություն տուր հարութին, նրա սրտի հետ խոսիր և նրա կյանքը լցրու քո ներկայությամբ, քո զորությամբ, քո շնորհով, քո առաջնորդությամբ, զորավոր Տեր, հզոր Տեր, զորած Աստված, գոհություն քեզ, օրհնություն քեզ, օրհնյալ ես, հզոր ես, փառավոր ես, շնորհակալ եմ քեզանից, ո զորած Տեր, շնորհակալ եմ իմ ամենակարող, իմ զորած Տեր, շնորհակալ եմ, գոհություն քեզ, որ զորությունը թաքցրեցիր և հարութին էլ այցելեցիր, և այցելիր նրա կյանքում այցելիր, ամեն, 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 Աստված քեզ շատ օրհնի, ախպերս քեզ նույնպես հարություն ջան, այնպես որ եթե վերստին չես ծնվել, Աստված քեզ հարություն տա, հարություն ջան, և դու վերստին ծնվես, և դու աստվածապաշտության մեջ առաջանաս, և ավետ տարան ընթերցես, և իրոջ շնորհով, ուրեմն, իրոջ շնորհով, կյանքդ կապես Աստծո հետ և իրոջը փառավորես, ամեն, բայց գնացել եմ 5 տարի, բայց ես 11 տարի այդ չեմ գնում, ясно, но надо иметь желание, стремление, рвение, чтобы пойти в Дом Божий. Так что, հարություն ջան, այստեղ գիտես ինչ, դու գնացել ես 5 տարի Աստծո եկեղեցի, ու հիմա չես գնում 11 տարի, բայց չես մտածում, որ Տերը քեզ սպասում է, քո աթոռը Տիրոջ տան մեջ թափուր է, ազատ է, դու տեղ ունես Աստծո տան մեջ, որի վրա փոշի է դրած, արդեն փոշի է դրել 11 տարի, բայց չես մտածում, այն փոշին սրբես և այդ աթոռը զբաղեցնես, բայց չէ որ կյանքը այդքան էլ երկար չի, որ հասցնես, կարող է հասցնես, բայց ուշացած հասցնես, ով գիտի, խնդիրներով չհասցնես, այլ Տիրոջ տան մեջ հաստատվես, չես կարծում, բայց որ ցանկանաս մտքի տեղ լինի, խնդիրներն են քեզ հետ պահում, ոչ թե ժամանակ չկա, այլ որոշ մեղքեր, որոշ խնդիրներ, որոշ անհամաձայնություններ ներսի քեզ հետ են պահում Աստծո տուն հաճախելուց, 1, 2, 3 կազմես Աստծո առաջ պիտի ասես չերևան, 1, 2 մտքեր գալի քեզ հետ է պահում, ուզում եմ, բայց ամեն անգամ մի բան, մի պրոբլեմ լինում է, կլինի, իսկով ասეთ որ չի լինի, ստեղ միակ ինձ թվում է քո որոշումն է, ոչ թե մի բան խանգարում է, քո որոշումը որ հստակ չի, դրա համար որ ես ուզում եմ քո հետ կամարաղոտ կանեի, Տերը մի փոքր հետաձգում էր, դրա համար ես հարցրեցի Տեր, բան ունես հարություն ասելու եւ փոքր ինչ զգացի որ հետաձգվում էր, ցկցկվում էր աղոթքը, այստեղ Տերը ինչ որ բան կար, որ հիմա քեզ պիտի ասի Տերը, քանի որոշումը քո հստակ չի, խանգարող հանգամանքները ակնհայտ կլինեն, չես կարա դու ուղղակի Աստծո տուն գնաս, ուրեմն շատ եմ ուզում գնամ, ինքան եմ ուրեմն ներողություն խնդրեմ իմ ապրած կյանքի համար, դա ես զգացի, գիտես ինչ, սենց մի հատ բան կա էլի հարճան, Տերը իմ բերանով խոսում է, կխոսի և ինչ որ բնականաբար կհայտնի քեզ, նախ Տիրոջ առաջ պիտի գաս,
Գիտես ինչ Աստծուն գնալ ամեն մարդ չի կարող է դա։ Հետո մեկ, երկրորդն էլ, քանի կոմոդ դեր հաստատված Աստծուն գնալու որոշումը հաստատում չէ, հանգարող հանգամանքները կլինեն։ Դա մեկ։ Իսկ նման բան։ Իսկ այն պահից, որ դու որոշեցիր Աստծուն չգնալ, այն պահից քեզ քիչ-քիչ հետ պահեց ինչ որ մի խնդիր, եւ դու քիչ-քիչ հետ մնացիր եւ արդեն չգնացիր 11 տարի։ Սակայն որ ասում հնարավորություն կար, ցանկություն չկար, հիմա էլ ցանկություն կա, հնարավորություն չկա։ Շատ եմ ուզում այդտամ, որ Տերը ընկնեմ ու ներողություն խնդրեմ, որ հանգիստ կարողանամ վայելեմ Աստծուն, բայց դա քեզ հեշտությամբ ու հանգիստ չի տրվի արդեն։ Քեզ առաջին անգամ Տերը սիրով հրավիրեց եւ 5 տարի դու այցելուց հետո մերժեցիր։ Չէ, Տեր ջան, ժամանակ չունեն գործել, մի խոսքով, քո ուզածով գնացիր։ Հիմա որ դու Տիրոջ ոտերն էլ ընկնես, ինքը պիտի ուզենա, որ քեզ թույլ տա իր տունը մտնելու։ Կարող է դու ուզենաս, կարող է ոտերն էլ ընկնես, Տեր ճիշտ է։ Փոքրինչ այլ կերպերից ձևակերպել։ Տերը քեզ ոչ թե մերժում է, ոչ թե չի ընդունում, ոչ թե չի ներում, այլ ուզում է, որ քո մոտ հասունանա ապաշխարության զգացողությունը։ Դու քո կատարածը այնքան լավ հասկանաս, որ Տիրոջ տուն գնալուց հետո, որ Տերը արդեն թույլ տա քեզ Տիրոջ տուն գնալուց հետո, կրկին ու սխալը չկրկնես։ Կրկին դու չվերապրես այն պահը, որ վերապրեցիք 11 տարի առաջ։ Եթե դու 5 տարի գնացել ես, ոչ չեմ եղադրում քեզ խալիցի։ Ուղղակի Տերանս խոսում է քեզ։ Գնացի ու հետո չգիտեմ ինչ պատճառով Տիրոջ ասեցիր առայժմ ես հետո կգամ թե ոնց։ Իա։ Սենց։ Հատե 1000 գործ բանում եմ հասկանում եք։ Որ խնդրեմ, կամտեք սիրած աղջկա։ Քո համար կաղոթենք, որ քո սիրած աղջկա հարցերը լուծվի Տիրոջ կամքով։ Աղբերս իմ ամով աղբեր։ Անպայման առաջ Աստված հարութի պատասխանենք եւ ասեմ որ դու դա քո մեջ պիտի հասունանա Տիրոջ տուն գնալը լուրջ բան է, լուրջ քայլ է։ Հիմա եթե դու ոտերն ընկնես, խնդրես Տեր հնարավորություն Տերը փակում է։ Դու ուզում ես անկամ Տերը եթե քո մեջ զարգացնում է ցանկություն Աստծուն գնալու, բայց փակում է։ Որպեսզի քո մեջ զարգանա, հեշտ ու հանգիստ թեթև Աստծուն նետալու այդ պահը քո մեջ չկրկնվի։ Եվ թեթև գնացիր, թեթևն Աստված քեզ հանգիստ արա, ու դու ուրախ զվարթ, բայց հիմա պիտի դժվարությամբ դու Աստծուն գնաս, որ էլ երբեք Աստծունից չհրաժարես ու չհեռանաս ու չկտրվես։ Հասկանում ես։